չգիտեմ, ես այդ մարդկանց ասելիք չունեմ, ես մենակ մի բան գիտեմ, որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ դա տեսեք այդ ասֆալտի պատմությունը 8 տարի մի րոպե 8 տարի կերակրում եք ասֆալտով այս ժողովրդին թե տեսեք մենք ինչ ենք անում ինչ չենք անում հա ինչ ստացվեց հենց հիմա պարոն Սարգսյան ձեր խոսքի վրա հենց հիմա խնդրում եմ հատեք անձրևի տա այո նայեք լստել չեմ անում ինչ են անում գիտեմ ռոկե սակել են գիշերվա 1000-ի ասֆալտ են անում նայեք ասֆալտ Գիտես անձրևին ասֆալտ, նայեք Գիտեմ Ջուրը նայեք մեջին Տիգրան Նավինյան կամ չգիտեմ ելով է այս ամբողջի աբսուրդի հեղինակը հա եւ նաեւ երևի տեղական կառավարման չգիտեմ ինչի նախարար հա այս ձեր արածը դուք հասկանում եք որ հետո դուք եք պատասխան տալու ախր այդ ժողովուրդը որը որ տեսնում է այս ամենը ձեզնից պիտի շնորհակալ լինի իսկ այդ ժողովրդին որ ասում է որ մենք համար ճանապարհ կառուցեցին ուրեմն լավ իմացեք կառավարության սուրբ պարտականությունը այդ ճանապարհներ կառուցելն է ճանապարհ վերանորոգելն է բայց դրա հետ մեկտեղ ձեռնարկություն ստեղծելն է արտադրություն զարգացնելն է դրա հետ մեկտեղ խաղաղ կարողությունները իրականացնելն է դա պետության անվտանգությունը բարձր մակարդակի հասցնելն է սա է կառավարության գործունեությունը եւ դա իրան սուրբ պարտականությունն է եթե դա էլ չանի բա ինչ անի այդ որ կանգնել գովերքում են իրենց որ իրենք անցել են ուրեմն առողջապահական համակարգին դա շատ սովորական նորմալ երևույթ է եւ դրա հետ մեկտեղ եթե ել եմ կրկնում 10000 դրամով դու շարունակում ես իբր բարձրացնում ես թոշակը իբր որովհետեւ այն գնաճը կերել է 10000-ն էլ, 20000-ն էլ։ Ուրեմն կնշանակի քո քաղաքականությունն է սխալ։ Կամ միտումնավոր է այդ քաղաքականությունը, որը երկրորդն եմ եսաբարում։ Այնպես որ այս ամբողջ խրախճանքը, որը դուք ինչ որ ձևով ուզում եք արտահայտեք ձեր հաջողությունները, ժողովուրդը արդեն ամեն ինչ հասկանում է եւ մի կարծեք, որ այս առանձին մի քաղաքացի էր։ Այսպես մտածում են բոլոր մտածող մարդիկ, ովքեր տեսնում են ձեր արարածի իմաստը։ Այ հիմա գնացեք տասնյակ մարդու կարող եք հեռացնել։ Իդեպ ասած մի շատ հետարքիր երևույթ հիշեցի, որը որ շատ կարևոր է։ Քննարկում էին ինչ որ թե ինչ ճանապարհ են կառուցել եւ ինչու որակը լավը չի, ինչ ասի այդ նախարարը։ Ասում է մենք որոշել ենք այդ ճանապարհը քանդել, որովհետեւ ինքը որակյալ չի եւ ուրեմն պարտադրենք որպեսզի նա նորից կառուցի։ Լսի, դուք ընդհանրապես ինչով եք մտածում։ Ուրեմն փոխանակ ընթացքում շինարարության ընթացքում դուք ունենաք վերահսկողություն եւ տեսնեք հենց որ տեսնում եք որ ինչ-որ մի բան անորակ է արվում կասեցնեք պարտադրեք որ փոխեն կառուցված ճանապարհի վրա ինչքան փող եք ծախսել հիմա նորից ասում եք քանդենք թող այն մեկը բերի նորից ինքը կառուցի հա դուք լուրջ եք դուք ընդհանրապես կառավարությունից բան հասկանում եք թե դել եք դիտման բանում Բայց կոռուպցիան էլ ո՞նց է լինում։ Այսինքն նայել ասում հա ճիշտ է, այո, պետք է նրանք որակը ապահովեն։ Ապահովեիք ժամանակին։ Բայց չթողնեիք որպեսզի անորակ ճանապարհ կառուցեն։ Եվ այս պարագայում մարդ իրեն կոչում է նախարար։ Եվ նախարարություն կա, որը որ իսկապես զբաղվում է այս հարցերով։ Ինչ ենք մենք հիմա Այսպես լրջորեն մտածում ոնց անենք, որ իսկապես ժողովուրդը այս ամբողջը պատկերացնելով դեմ քվեարկի։ Ինձ օրինակ արդեն եւ լրագրողները եւ ուղակի քաղաքացիները վերջերս անընդհատ հարցնում են թե ինչու ենք մենք օրինակ հայտարարել, որ աջակցում ենք Գայք Ծառուկյանի կողմից ուրեմն առաջարկվող առաջարկ Հայաստանին ծրագրին։ Ուզում եմ Բացահայտ ասեմ, որտեղ մենք միայն այդ ծրագրի շուրջ ենք հիմա համագործակցում, որովհետև այդ ծրագիրը տարբերվում է բոլոր մյուսներից հետևյալ առումով, մեզ համար շատ կարևոր հանգամանքով։ Այս ծրագիրը ձևավորվել է ոչ թե մի մարդու կողմից, ոչ էլ կուսակցության միայն, այլ շատ մեծ ծավալի մարդկանց
ներգրավմամբ երիտասարդություն, գիտնականներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ եւ այլն, իսկ իրականում այդպես ես խորհուրդ եմ տալիս, ով որ հանգարց հեգնանքով լսի ինձ, ուրեմն թող գնա ծրագիրը կարդա եւ տեսնի, որ շատ ճիշտ եւ հստակ ձևակերպումներով է տրված։ Եվ ես պետք է ասեմ, որ հատկապես անվտանգության հետ կապված, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության հետ կապված ծրագրում դուք կտեսնեք ինչքան հստակ բաներ են ձևակերպված, որոնք իրականում կարելի է իրականացնել։ Եվ ամբողջ ծրագրի իմաստը նա է, որ չլինի ինչ որ ես իրեմ օդից վերցրած բաներ, այլ այն ինչ որ հիմնավոր կարելի է ուրեմն հաստատել, որ սա է ճիշտ ճանապարհը։ Եվ դրա համար ենք մենք ասում, որ այո, առաջարկ Հայաստանին ծրագիրը այսօր էապես տարբերվում է մյուսներից։ Եվ ես կարևորում եմ հենց այդ հանգամանքը եւ մեր կուսակցությունը եւ միասին շարժումը, մենք կարևորում ենք այդ հանգամանքը, թե վերջապես ինչպիսի իրատեսական ծրագիր կարելի է իրականացնել։ Եվ դա կարելի է անել համերաշխության պայմաններում, դա կարելի է անել այո, միավորելով տարբեր խավերին եւ պարտադիր չի, որ իսկապես մի կուսակցության անդամներ լինեն կամ 2 կամ 3։ Այստեղ հարցը նրանում է, թե որքանով է դա հիմնավորված մասնագիտական առումով։ Իսկ այդ ծրագիրը իսկապես այդպիսին է։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ։ Պետք է շատ լավ պատկերացնել, որ հետո վաղը չգաք ասեք, ես ինչի սենց եղավ։ Գնացեք ընտրություն կատարեք, գնացեք ծանոթացեք։ Մի գնացեք, որ իբր թե այս ինչը ինձ դուր է գալիս, իսկ այն մեկը ինձ դուր չի գալիս։ Մի հատ գնացեք, տեսեք ինչ են ուզում անեն այդ մարդիկ։ Եվ այդ քաղաքական ուժերը։ Իհարկե մենք մեր կողմից մի խնդիր կա, որը մինչև այսօր ես անընդհատ ասում եմ եւ մեր կուսակցության անդամները եւ միասին շարժման ներկայացուցիչները, որ մենք անընդհատ պնդում ենք, այս փուլում անպայման անհրաժեշտ է մի հուշագիր ստորագրել։ Ժողովուրդ, դա անհրաժեշտ է։ Այդ հուշագիրը ինչի համար, ձեզ համար չի այդ հուշագիրը, մեզ համար չի, դա ժողովրդի համար է, որպեսզի ժողովուրդը հավատա, որ դուք իրականում քայլելու եք այս ճանապարհով, որը բերելու է իրականում այն իշխանության փոփոխության, որը անհրաժեշտ է մեր երկրին։ Բայց մենք տեսնում ենք նաև օրինակ շաբաթօրը որ կայացավ Սամվել Կարապետյանի հրավիրած մեծ հանրահավաքը, սրանք ինչ խաղարկի մեջ են հայտնվում։ Դե իհարկե։ Այս ամենը ինչի դրսևորում է։ Իդեպ ասած մենք գտնում ենք, որ կապ չունի, թե ոնց է, ոնց չի, ընդդիմության թևերը, եթե այս կամ այն թևը ինչ որ մի այդպիսի շարժ է անելու, բոլորս պետք է մասնակցենք։ Այո, դա պետք է երևա, այստեղ ոչ թե կողմնակից ես, ասենք այդ նույն ուժի, այլ դու կողմնակից ես, որ այդ ուժերը կարողանան հաղթահարեն շեմը եւ լուրջ ձևով հաղթահարեն, որպեսզի կարողանան այնտեղ միասնական կոալիցիա ձևավորեն։ Սա է մեր գլխավոր խնդիրը։ Եվ այդ տեսակետից, այո, պետք է երևա այն ժողովրդի այն հատվածը, հիմնական բոլոր ուժերի հանրահավաքներին պետք է գնալ մասնակցել։ Դա չի նշանակում, որ դուք գնացիք, հետո վաղը հենց այդ ուժին եք ձայն տալու։ Կարևորը, որ դուք ընդդիմադիր եք եւ ցույց եք տալիս այդ ընդդիմադիր ձեր կեցվածքը։ Եվ այս պահին, այո, դա շատ կարևոր է։ Մենք ունենք շատ լուրջ առաջարկներ եւ դեռ կա ժամանակը, որպեսզի դրանք իրականացնենք, բայց ես նորից եմ կրկնում, իհարկե իրենց թվում էր, թե ժողովուրդը քիչ կլինի կամ վերևից կնկարեն մի ժամ առաջ հանրահավաքը դեռ չի սկսվել, ցույց կտան, որ տեսեք դատարկ է, բայց դե ում եք խափում։ Դուք ձեզ եք խափում։ Իբր ուզում եք խափել իհարկե։ Այն դժգոհությունը, որը կա ժողովրդի մոտ, հատկապես քաղաքներում, դա բացահայտ է։ Եվ որևէ ձևով թաքցնել դա հնարավոր չի։ Իմիջիայլոց, այո, իրական դժգոհություն կա մարզերում էլ։ Այո, կա։ Բայց նաև այսպեսի բան կա, այս մարզային այցերի շրջանակներում գնում են, այնտեղ ինչ-որ մարդիկ են հայտնվում, որ իբր ընդդիմադիր Հայաստանի բաներ են ասում, իրապես ասես սա էլ է բեմադրված, Այո։ իմիտացիա ստեղծել, որ ժող վարչապետն եմ էլի, կուկուրուզու ուտող, որ ասես կապա պրոբլեմ չունեմ, կանեմ մարդկանց խնդիրների ասես դեմարդեմ։ Այդ բոլոր տեխնոլոգիաները, այսպես կոչված, բոլորիս հայտնի են, հարցը նրանում է, թե դուք ճիշտ եք գնահատում եղած իրավիճակը, թե սխալ։ Այս սա է գլխավորը։ Դուք
կարող եք անընդհատ ասել, հա, ինչ էին ասում, 65% պետք է, հա, դուք տենց կարծում եք, որ անգամ եթե եվրոպացիների այդ դեսանտը գա, դուք էլ ինչ-որ այս կամ այն ձևով, հա, իմիջիալոց ամսի 8-ին այստեղ լինելու է համերգ Լարա կարծեմ, հա, ինչպես? Ֆաբյանի, այո, Լարա Ֆաբյանի համերգը, ամսի 8-ին, 7-ին ընտրություններն են, ամսի 8-ին ուրեմն այդպիսի հանրաճանաչ երգչուհի, շատ լավ երգչուհի է իհարկե, բայց ինչու հենց ամսի 8-ին, այսինքն ժողովրդի մի հատվածի ուրեմն ուշադրությունը շեղել դեպի այստեղ եւ եթե անկարծ հետ ընտրական գործողություններ լինեն, ուրեմն կիսվեն կամ չգիտեմ մասնատվեն եւ այլն։ Տենց բաները չեն փրկում ձեզ։ Դուք ավելի ճիշտ մտածեիք, թե ինչ անենք, որ արդար լինենք, ինչ անենք, որպեսզի ժողովուրդը իսկապես գոհ լինի, որպեսզի նորից ձեզ ձայն տար, բայց այլևս այդ իրավիճակը չկա եւ չի լինելու։ Չի կարող պատահի հայ ժողովուրդը նորից համակերպվի ձեր իշխանության հետ։ Չի կարող պատահի։ Եվ իդեպ վերջին այս Սփյուռքի հետ կապված այն հավաքը, որը եղավ Փարիզում, եւս մեկ անգամ դա է հաստատում։ Չի կարող պատահի հայ ազգը հարմարվի նրան, որ ինքը պառակտված պետք է շարունակի իր գոյությունը։ Չի կարող պատահի դա։ Եվ կարևոր շեշտադրում, որ հունիսի 7-ը Հայաստանի լինել չլինելու Դա այո, դա արդեն փաստ է, որովհետև մենք խոսում ենք նրա մասին։ Դե մարդը ինքն է ասել։ Ինքն է ասում, ասում, եթե ես չլինեմ, սեպտեմբերին պատերազմ։ Լուրջ ես։